Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել այս համեղ խմորեղենի պատրաստման եղանակով։ Ուրեմն թխելու եմ մեղրով տորտ, բայց մեղր չեմ օգտագործելու, այսինքն շերտերով խմորեղեն եմ պատրաստելու։ Օգտագործելու եմ 5 ամբողջական ձու, 200 գրամ շաքարավազ, 200 գրամ կարագ և 1 կգ-ի չափով ալյուր, 1 թեյ գդալել սոդա։ Ուրեմն ձուն կոտրում ենք ամանի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, մի լավ հարում ենք, դնում կողքի։ Մի այլ ամանի մեջ, որը որ պետք է դնենք գազի վրա, ավելացնում եմ, այստեղ տեսեք ուրեմն մուրաբայի օշարակ է, ծիրանի մուրաբայի օշարակ, ոչ թե մեղր, և 200 գրամ կարագը։ Հիմա սա տեղափոխում ենք գազի վրա, որպեսզի կարագը և այդ օշարակը միասին եփենք ու ավելացնենք թեյի գդալ սոդան։ Այստեղ կակտիվանա սոդան և կօգնի, որպեսզի օշարակի գույնը մքանա։ Այս խառնուրդը եռալուն պես անջատում ենք և քիչ-քիչ ծորացնելով, որպեսզի ձուն չեփենք, ավելացնում ենք հարված ձվին ու շաքարավազին։ Այս տարբերակով, սիրելիներս, խմորը ստացվում է ճիլանման, այսինքն շատ բարակ բացելուց հետո բավականին բարձր շերտեր ենք ունենում։ Ամբողջը դատարկեցի, հիմա պետք է ավելացնեմ ալյուրը։ 1 կգ և 100 գրամ ալյուր եմ օգտագործելու, սիրելիներս, այստեղ եթե դուք պատրաստեք, հնարավոր է մի քիչ ալյուրի չափը տատանվի։ Նախ միգուցե ձեր մոտ այնպես լինի, որ ձվերը մի քիչ փոքր լինեն, կարող է հնարավոր լինի, որ օշարակը ունենաք, բայց մի փոքր քիչ լինի, կարող եք նաև այդ ձև ավելացնել, ինչ օշարակ ուզում եք ավելացրեք, միայն թե ոչ հոնի և կարմիր գիլասի։ Այդ երկու մուրաբայի օշարակը ավելացնելուց խմորը կապտում է և նաև այդ թթվությունը չի թողնում, որ խմորեղենի շերտերը բարձրանան։ Դե դատարկում ենք սեղանին, մի քիչ էլ այստեղ ենք հավաքում իրար վրա և բաժանում ենք ձեր ցանկացած չափերի։ Ես նախընտրեցի բաժանել 5 մասի, որովհետև խմորը բավականին շատ էր, ինձ մոտ այս զանգվածներից ստացվեց 2 կգ 200 գրամ խմոր։ Ամեն մեկը մի թեթև այսպես գնդում ենք և դնում կողքի, ծածկեք ցելոֆանով, որպեսզի չչորանա։ Անմիջապես հետո ոչ սառեցնում ենք, ոչ հովացնում ենք, ոչ դնում ենք կողքի, որ հանգստանա, սեղանի վրա գռտնակում ենք և թխում տաքացած ջեռոցում, 250 աստիճան տաքացած ջեռոցում։ Ինչպես տեսաք, սեղանի վրա գնդեցի, կարող եք նաև հենց այդ տարբերակով գնդել, կարող եք նաև յուղաթուղթը բացել և յուղաթղթի վրա գռտնակել։ Պարզապես յուղաթղթի վրա գռտնակելուց պետք է սեղանը մի քիչ մեծ լինի, որպեսզի ազատ աջու ձախ անեք և թեքելով հավասար գռտնակեք յուղաթղթի վրա։ Ահա թխեցի, շատ արագ թխվում է, շատ փափուկ շերտեր են ստացվել։ Հիմա երկրորդը։ Սա էլ արդեն սեղանին եմ բացել միանգամից, հիմա տեղափոխում եմ տապակի մեջ ու նորից թխում։ Ծալած վիճակում տեղափոխելը շատ հեշտ է, խմորը չենք վնասում։ Տապակի մեջ դնելուց հետո եզրերից կարող եք հեռացնել ավելորդ մասը, որպեսզի այլ խմորեղենի կողքից չկտրեք, չհանեք, չփոքրացնեք ձեր խմորեղենը, ստանաք այսպիսի մի շերտ և թխեք երեսը ձևավորելու, փշրանքը ցանելու համար։
Ահա սիրելիներս 5 շերտն էլ թխեցի, տեսեք, գույնը ընտրում եք դուք, ինչ աստիճանի պետք է թխեք, մուգ թե բաց, թողնում ենք սառի, մինչև շերտերը կսառեն կեփենք կրեմը, ինձ մոտ 500 մլ կաթ է և 100 մլ ջուր, տնական կաթեր, մի քիչ թուլացրել եմ ջրով, ավելացնում ենք 70 գրամ օսլա, կլինի եգիպտացորենի, կլինի կարտոֆիլի, երկուսից էլ լինում է, կարող եք երկու տեսակից էլ ավելացնել, ընդհանուր օգտագործեցի 70 գրամ, հավասար է 3 լիքը ճաշի գդալ օսլայի, ուրեմն անընդհատ խառնում ենք, որպեսզի տապակի տակը չկպնի և ստանում ենք առանց գնդիկների խտացրած կաթի նման հարթ զանգված։ Սիրելիներս, մոռացա նշեմ, որ կաթի այստեղ կրեմի մեջ ավելացրել էի նաև 250 գրամ շաքարավազ։ Սառած զանգվածը լցնում ենք ամանի մեջ և ավելացնում ենք մի քիչ վանիլին ու 250 գրամի չափով կարագ։ Կարագը պետք է լինի սենյակային աստիճանի, որպեսզի հեշտությամբ մերվի եփած զանգվածին։ Վերջին մի քանի կտոր կարագը պահել եմ, որպեսզի տեսնեմ, եթե շատ պինդ է լինում կրեմը, այդ կարագը չավելացնեմ, բայց տեսեք 250 գրամն էլ ավելացրեցի, ընդհանրապես կտրված կրեմ չի, շատ լավ կրեմ է, ես այս կրեմի տարբերակը շատ եմ սիրում, շատ դեպքեր են եղել, երբ ես այդ կրեմով նույնիսկ տորթեր եմ ձևավորել։ Հիմա հերթականությամբ 5 շերտը դնում ենք տապակի մեջ, հավասար չափի բաժանում ենք եփած կրեմը, պատրաստի կրեմը և տարածում շերտերի վրա, հավաքում ենք ընդհանուր տորթը, սա վերջին շերտն է, մեջտեղի շերտերը համեմատ երեսի շերտին կրեմը ավելի շատ եմ արել չափով, որպեսզի երբ ներծծի խմորի մեջ շատ փափուկ ստացվի։ Ցելոֆանի տոպրակով կարող եք ծածկել, որպեսզի շուտ փափկի և նաև չչորանա, տեսքը սա է առայժմ սիրելիներս, իսկ ընդհանուր նկարը կլինի տեսանյութի գլխավոր նկարը։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։